Բարի երեկո գործընկերներ, բարի երեկո հյուրեր, ընկերներ, շատ շնորհակալ ենք ձեր ներկայության համար Արմեն Դուլյան առաջին մրցանակաբաշխությանը։ Ցավոք Ռուզաննա Խաչատրյան չկարողացավ առողջական խնդիրների պատճառով ներկա լինել, բայց տեսանյութում, որը պատրաստել է շատ արագ ընդ որում Հովհաննես Իշխանյանը, կտեսնեք Ռուզաննա դիմում է ձեզ, ողջունում է, շնորհակալություն է հայտնում։ Այստեղ այո դուք տեսնում եք եւ մրցանակը, եւ մրցանակային ֆոնդը հավաստող վկայագիրը եւ տորթ, հատուկ տորթ։ Ռուզան Խաչատրյանը սա իր ձեռքով պատրաստել է ազնվամորու տորթը, Արմեն Դուլյանի սիրած տորթը եւ խնդրել է, որպեսզի այն հանձնեմ Արամ Աբրահամյանին, թե Արամ Աբրահամյանը ինչ կանի, դա ինքը կորոշի, չնայած արդեն տեսնում եմ Աննա Իսրայելյանը ինչ որ կտոր է ուզում։ Այդ արդեն հետո շնորհակալ ենք բոլորիդ, մեր գործընկերոջ Արմեն Դուլյանի ծննդյան տարեդարձի մայիսի 26-ի կապակցությամբ էինք ուզում անել այս արարողությունը, բայց հայտնի պատճառներով նախընտրական պրոցեսներ էր, մենք հետաձգեցինք։ Շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր գործընկերներին, ովքեր աջակցեցին, որպեսզի կայանա այս մրցանակը, որը չափազանց կարևոր է մեր համար, մեր միության համար։ Արմեն Դուլյանը այն սկզբունքային լրագրողներից է, հրապարակախոսներից, որը գործունեություն է ծավալել ոչ միայն հեռուստառադիո ասպարեզում, այլ նաև տպագիր մամուլում, ում խոսքը չափազանց կարևոր է եղել սերունդների համար։ Եվ առավել կարևոր որ մրցութային հանձնաժողովը, ես հիմա կնշեմ նաև մրցութային հանձնաժողովի ներկայացուցիչների անունները, միանշանակ որոշեցին եւ համաձայնեցին Արամ Աբրահամյանի թեկնածությանը, Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանի թեկնածությանը։ Որքան ուրախալի էր շատ-շատերի համար հրապարակեցինք Արմեն Դուլյան մրցանակի մասին, նույնքան ուրախություն էր շատերի մոտ, իմ գործընկերների եւ նաեւ հետևորդների, ընթերցողների մոտ, երբ որ իմացան, որ մրցանակակիրը Արամ Աբրահամյանն է, ինձ համար իհարկե շատ մեծ պատիվ է, որ ես Արամ Աբրահամյանին առաջին մրցանակը ինքս եմ հանձնելու, նախ շատ բարձր նշաձող ենք սահմանել եւ առավել եւս որ ես ինքս աշխատել եմ Արամ Աբրահամյանի հետ Առավոտ օրաթերթում եւ շատ բան սովորել եմ եւ Արամ Աբրահամյանից եւ Արմեն Դուլյանից։ Հարգելի հետևորդներ էի ասում արդեն, տեսակ, գործընկերներ ջան, իսկապես այս մրցանակաբաշխությունը մեզ համար շատ կարևոր է, մենք հիմա խոսում էինք ընկերներիս հետ ու տեսնում էի, որ մենք կարոտել ենք այսպիսի շփումներին, որպեսզի մասնագիտական համայնքում տոն լինի, խոսենք, հարցեր քննարկենք, իրար տեսնենք, վաղուց դա չենք արել։ Եվ այս ծանր ժամանակներում, հատկապես այս վերջին տարիներին, երբ ոչնչացվում են հիշողությունները, ոչնչացվում են պատմությունը, ոչնչացվում է արժեքները, այդ ամենի հետ մարդը մեզ համար հիմա չափազանց կարևոր է, որպեսզի արժևորենք մարդուն, մասնագետին եւ երկու անձինք, այսինքն եւ Արմեն Դուլյանը եւ Արամ Աբրահամյանը, որոնք նույն սերնդի լրագրողներ են, հրապարակախոսներ են, ունեն եւ տարբերություններ շատ ահռելի եւ նույնականություններ ունեն եւ մասնագիտական առումով եւ էսթետիկայի առումով եւ էթիկայի առումով ունեն նույն արժեքային համակարգը շատ հաճախ եւ որի կարիքը մենք այսօր ունենք։ Ես չգիտեմ որքանով այս մրցանակը մեր դաշտում ինչ որ բան կփոխի, չափազանցություն արած կլինեմ, որ սպասեմ, թե մի մրցանակը բան է փոխելու, բայց չափազանց կարևոր է, թե ինչ նշաձող ենք դնում եւ ում ենք արժևորում այս դաշտում։ Արամ Աբրահամյանը այն մարդն է, որը վստահ եմ Արմեն Դուլյանը նույնպես ուրախ կլիներ, որ այդ մրցանակը հանձնվում է, չնայած տարաձայնություններ ունեին շատ հարցերում, բայց որ այդ մրցանակը հանձնվում է հենց Արամ Աբրահամյանին։ Շնորհավորում եմ բոլորիս,
Ներկայացնեմ նախ մրցութային հանձնաժողովի անդամներին ձեր խոնարհ ծառան Սաթիկ Սեյրանյան, Վարդան Ալոյան, Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնի պրոդյուսեր, Հայաստանի ժուրնալիստների միության փոխնախագահ, Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան հրապարակախոս, Արմեն Բաղդասարյան, քաղաքական վերլուծաբան հրապարակախոս, Նարեկ Գալստյան, 24 News AM կայքի հիմնադիր, քաղաքական մեկնաբան, Ալիսա Գևորգյան, լրագրող, Հարություն Հարությունյան, 5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն, Արտակ Հերիքյան, 5-րդ ալիք հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, հեռուստահաղորդավար եւ մեկնաբան, Դավիթ Սարգսյան, լրագրող, հրապարակախոս։ Մրցանակը նշեմ, որ մրցանակային ֆոնդը այս տարվա 600,000 դրամ է պարգևը եւ մրցանակային արձանիկն է հանձնվելու, որի հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է։ Հուսանք, որ ամեն տարի մենք կարողանանք ոչ միայն կազմակերպել մրցանակաբաշխությունը, այլև կփորձենք մրցանակային ֆոնդը հնարավորության դեպքում ավելացնել։ Նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորին եւ թույլ տվեք ասել առաջին հերթին Ռուզան Խաչատրյանին, իր այդ աննկուն եւ չգիտեմ պայքարի ասեմ, նաեւ այդ ամբողջ կռիվ է տալիս իր կյանքի համար, այդ մեծ սիրո համար, որ ունի եւ որի շնորհիվ ստեղծվել է նաեւ այս մրցանակը, այս մասնագիտական ոլորտում կարևոր մրցանակը։ Շնորհավորում եմ բոլորին, ես հիմա կհանձնեմ Արամ Աբրամյանին, պարոն Աբրամյան,